ձեր բառամթերքի համար։ Ես ինքս էլ եմ ասում, որ դա ինձ բնորոշ բառամթերք չի, բայց չափն անցնելն էլ չի գեղեցկացնում պաշտոնյաներին։ Ես ասացի, մենք հատուկ լռել էինք, մինչև հիմա ձայն չէինք անում, բայց երբ որ ինքը նախարարը փոխանակասի լեզվի սայթակում էր, սենց եղավ, նենց եղավ, փորձում է բացատրել, որ դա ճիշտ էլ եղել է, այսինքն դա կարելի է ընդգրկել ըստ իր տրամաբանության պաշտոնական մեր բառապաշարի մեջ, որը բոլորի համար հայտնի է, որ ունի մեր ընկալման համար բացասական երանգ, չէ՞։ Մանավանդ դա ասում ով արդարադատության նախարարը, որը կոչված է սահմանադրությունը ոչ միայն արգել այլ պաշտպանել, հետևել ուրիշներին հորդորել, որ նրանք չշեղվեն։ Ոնց կարելի է 4 ուժեր, որոնք 53 պատգամավոր են ներկայացնում, այդպիսի կամահրանքով եւ այդպիսի ամբարտավան կեցվածքով հանդես գալ։ Հենց հետո ժողովուրդ կա այդ մարդկանց հետ, ձայն են տվել, չէ՞ այդ մարդկանց։ Ինքը պետք է հարգի ազգային ժողովը, մարմինները։ Սա է խնդիրը։ Իսկ եթե իր տրամաբանությունն է, խոտորնակին խոտորնակ, այդ նույն տրամաբանությունը պետք է սովորի, որ կարող աշխատել նաեւ իր դեմ, չէ՞։ Նույն տրամաբանությամբ էլ ասում եմ շատ մի տենց ընկճվեք, այդ բառը նշանակում է ճակտված։ Իսկ Արմեն Աշոտյանի եւ էլի այդպիսի բառեր շատ կան, որոնք տարբեր ընկալումներն են, տարբեր ժողովուրդների մոտ։ Աշոտյանի կեցվածքի մասով։ Աշոտյանի կեցվածքի ես մի անգամ ասել եմ։ Ես էլի ինքն էլ անընդհատ Facebook-երով աշխատում, ես կոչ եմ արել ընդհանրապես նախարարները դուրս գան Facebook-ից եւ աշխատեն ժողովրդի հետ։ Շնորհակալ։